Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շատ լավ, շնորհակալ եմ Տիկին Վարդապետյան, հարգելի գործընկերներ, քննարկում ենք հարց համար 53-ը կներեք կատարողականի գնահատման պիլոտային համակարգին գումար հատկացնելու մասին հարցը։ Զեկուցող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան, համեցեք պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն մեծագույն վարչապետ, հարգելի գործընկերներ, կառավարության նոյեմբերի 27-ի նիստում հաստատվեց գնահատման պիլոտային կարգը, որի նպատակն է առաջնահերթությունների ուղղությամբ կատարողականի գնահատման միջոցով նպաստել պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Ծրագրի հիմնական սկզբունքը բարձր կատարողականի համար աշխատակիցների նյութական խրախուսումն է, որպես համակարգի արտադրողականության աճը երաշխավորող գործոն։ Սույն որոշումը պիլոտային ծրագրի համաձայն 2025 թվականի առաջին կիսամյակի գնահատման հիմքով պետական մարմիններին խրախուսման ֆոնդի հատկացումն է։ Առաջարկում է յուրաքանչյուր պետական մարմնի համար ֆոնդը հաշվարկել հիմք ընդունելով պաշտոնների խմբերի դրույքաչափերի նկատմամբ սույն որոշմամբ սահմանվող ինդեքսավորման գործակիցները։ Նշված գործակիցները տարբերակված են հաշվի առնելով պաշտոնային խմբերի պատասխանատվության աստիճանը։ Կարևոր է պարզաբանել նաև, որ ինդեքսավորման գործակիցները պետք է սահմանվեն յուրաքանչյուր հաշվետվու ժամանակահատվածի համար եւ այս դեպքում կիրառվելու են 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով հատկացումների չափը որոշելու նպատակով։ Համապատասխանաբար պիլոտային ծրագրի հաջորդ ժամանակահատվածների համար պիլոտային ծրագիրը գործելու է մինչև 2026 թվականի ավարտը, դրանք կսահմանվեն նոր որոշումներով։ Այսպիսի մոտեցումը պայմանավորված է նաև պիլոտային ծրագրի կիրառության տրամաբանությամբ, նպատակ ունենալով ընթացքից գնահատել ընդունված որոշումների ազդեցությունը եւ կատարել պահանջվող ճշգրտումներ։ Սույն որոշման մեկ այլ առանձնահատկություն է այն, որ խրախուսական համակարգի կիրառությունը փորձնական եղանակով տարածվում է նաև այն պետական մարմինների նկատմամբ, որոնք պետական կառավարման ուղղակի մասնակիցներ են, սակայն դեռևս ամբողջությամբ չեն կիրառում պիլոտային ծրագրով նախանշված կարգավորումները։ Պիլոտային ծրագրի կիրառության տրամաբանությունը պահանջում է, որպեսզի առաջիկայում հնարավորինս ընդլայնվի այն մարմինների կազմը, որոնք ուղղակիորեն կկիրառեն գնահատման գործիքակազմը, նպատակ ունենալով այն դարձնել աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող ուղղակի գործոն։ Սույն որոշմամբ պետական մարմիններին հատկացվող բյուջետային միջոցների հանրագումարը կազմում է մոտ 3.6 միլիարդ դրամ։ Պարոն Խաչատրյան, հարգելի գործընկերներ, ավարտին է մոտենում 2025 բյուջետային տարին եւ ես ուզում եմ արձանագրել, որ մենք մեր կանխատեսումով, այսինքն 25 օր է մնացել, ներողություն եմ խնդրում, բյուջետային տարվա ավարտին եւ մեր գործիքներով եւ կանխատեսումներով մենք տեսնում ենք, որ բյուջեի հարկային եկամուտները կկազմեն, կարող են որոշակի շեղումներ լինել եւ պլյուսով եւ մինուսով 2 տրիլիոն 700 միլիարդ դրամ։ Սա կլորացված ինչ որ թիվ է, եմ ասում, պլյուս մինուսներ դեր կարող են լինել։ Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ եթե համեմատենք 2017 թվականի բյուջեի հարկային եկամուտների հետ, ինչու 2017 թվականի, որովհետև 2017 թվականը ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությանը նախորդած տարին է, 2018 թվականի մեծ մասը այնուամենայնիվ եղել է հեղափոխությամբ ձևավորված կառավարության գործունեության շրջան, ահա եթե համեմատենք այս տարվա բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի փաստացի տեղի ունեցած հարկային եկամուտների հետ, այս տարվա բյուջեի ավելացած հատվածը համեմատած 2017 թվականի հետ ավելի է, քան 2017 թվականի ամբողջ պետական բյուջեն։ Այսինքն այս հաշվարկը նշանակում է, օրինակ 2017-ին փաստացի եկամուտները հարկային եղել են 1 տրիլիոն 158 միլիարդ դրամ, այս տարվա միայն ավելացած մասը լինելու է 1 տրիլիոն 542 միլիարդ դրամ, որը ավելացած հատվածը
պայմանական ավելացած հատվածը 384 միլիարդ դրամով ավելի է, քան 2017 թվականի ամբողջ պետական բյուջեն եկամտային մասը։ Սա ինչու եմ ասում եւ ինչ կապ ունի այս քննարկվող թեմայի հետ։ Կապ ունի երկու բանով։ Առաջինը, որ սա առաջին հերթին իհարկե շնորհակալություն Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին եւ ռեզիդենտներին, բնակիչներին, բայց այնուամենայնիվ առաջինը սա այն քաղաքական որոշումների կայացման եւ իրականացման արդյունք է, որը կայացրել են քաղաքական մեծամասնությունը խորհրդարանի կառավարությունը եւ իրագործել են։ Սա առաջին արձանագրում։ Երկրորդը եկամուտների ծախսումը ապահովում է կառավարությունը եւ պետական մարմինները։ Սա նշանակում է, որ 2000, որտեղ հավաքելը աշխատանք է, ծախսելը նույնպես աշխատանք է։ Մենք արձանագրում ենք, որ հավաքելու վրա արվող աշխատանքը կրկնակիից ավելացել է, որովհետև դա աշխատանք է։ Ընդ որում այստեղ ներկա բոլոր մարդիկ, կառավարության անդամները, իրավապահ մարմինների ներկայացուցիչները, այլ մարզպետներ եւ այսինքն ամբողջ եւ բացակա բազմաթիվ մարդիկ իրենց ջանքն են գործադրում, ամենօրյա աշխատանքն են ներդրում սրա համար։ Այսինքն հավաքագրման աշխատանքը կրկնակիից ավելացել է։ Բայց կա եւ երկրորդ հատվածը, ծախսման աշխատանքը, որովհետեւ այդ գումարները ծախսել եւ ջանք գործադրել, որ դրանք արդյունավետ ծախսվեն, դա էլ է աշխատանք եւ այդ աշխատանքն էլ տրամաբանորեն էլի կրկնակիից ավելացել է։ Հետևաբար 2025 թվականին 2017 թվականի համեմատ պետական բոլոր մարմինները 4 անգամ ավել են աշխատում։ Այսինքն կրկնակի ավելացել է ջանքը հավաքագրելու ուղղությամբ, կրկնակի ավելացել աշխատանքը եւ ջանքը, կրկնակի ավելացել է աշխատանքը ծախսելու ուղղությամբ։ Եվ հետևաբար մեր եզրակացությունը այն է, որ ընդ որում շատ կարևոր է արձանագրել, որ էլի 2021 թվականից 2025 թվականը մինչև 26 թվականը վստահ ենք այդտեղ որևէ խնդիր չկա, կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը կատարել են, այսօր արդեն վստահ կարող ենք ասել կատարել են տարեկան միջինում 7% տնտեսական աճ ապահովելու իրենց խոստումը։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ պետական մարմինները լավ են աշխատել։ Սա մեր իրականության մեջ եւ առավել եւս իմ կողմից հաճախ հնչող գնահատական եւ նախադասություն չէ, բայց ինչքան էլ ես քննադատաբար վերաբերվեմ, ես ինքս պարտավոր եմ առերեսվել այս իրականությանը, սա չի նշանակում, որ մեր աշխատանքը անթերի է, ընդհակառակը մեր աշխատանքի մեջ կան բազմաթիվ թերություններ, բայց երբ որ մենք այդ թերությունների հետևից գնում ենք, տեսնում ենք, որ այդ թերությունների մի զգալի մասը կախված է այդ թվում այն իրավիճակի հետ, երբ որ մենք ներդրումներ չենք անում կառավարման որակի բարելավմանը, պետական մարմիններում աշխատանքը առավել գրավիչ դարձնելու եւ աշխատանքի լրացուցիչ խթաններ եւ սոցիալական որոշակի երաշխիքներ ներդրելու ուղղությամբ։ Եվ հետեւաբար այս որոշումը, նման որոշում ինձ համար անպատկերացնելի էր, որ մենք կկայացնենք 2018 թվականին, անպատկերացնելի էր, որ կկայացնենք 19-ին, առավել եւս 20 թվականին, 21 թվականին, 22-ին, 23-ին, 24-ին, բայց ինձ համար ակնհայտ է, որ մենք նման որոշում չենք կարող չկայացնել 2025 թվականին, որովհետև եթե մենք նման որոշումներ չկայացնենք, այդ նշանակում է, որ Հայաստանի զարգացման ճանապարհին առկա մի կարևոր խոչընդոտ հրաժարվում ենք վերացնել։ Դա այն է, որ պետական մարմիններում աշխատանքը պետք է գնալով ավելի ու ավելի գրավիչ եւ մրցունակ լինի մասնավոր հատվածի հետ, ել չեմ ասում պետականությունը որպես բարձրացակ առաջնահերթություն համարելու մեր ռազմավարության շրջանակներում պետական աշխատանքի հարգը պետք է ավելանա շարունակաբար, իհարկե այն տրամաբանությամբ, ինչպես ես առիթ ունեցա ասելու
Պետական մարմինների աշխատողների առաջին համաժողովի ընթացքում մենք պարտավոր ենք յուրաքանչյուր քաղաքացու վերաբերվել որպես գործատուի։ Բայց ելի ասում եմ, որ սա էլ ունի իր առանձնահատկությունները, շերտերը, մենք պարտավոր ենք առաջնորդվել այն տրամաբանությամբ, որ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։